Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել հարգելի լրագրողներ, այսպիսի ձևաչափով մենք հնարավորություն ենք ունենում մեր հայրենակիցների հետ շփվելու, իրազեկելու կատարված աշխատանքի առաջիկայում անելիքների մասին, ինչպես խոստացել էի որոշ ժամանակ հետո, բարեգործական հիմնադրամի ստեղծումից հետո հաշվետու ձևով կներկայացնեմ մեր հանրությանը կատարված աշխատանքի վերաբերյալ, ընդ որում նշեմ, որ բարեգործական հիմնադրամի ստեղծման գաղափարը առաջացել է կարիքից, քանի որ Հայաստանի կառավարության կողմից բավարար աջակցություն չի ցուցաբերվում, դիմում են մեզ բազմաթիվ հայրենակիցներ, ովքեր ծանր սոցիալական վիճակում են հայտնվել, դրանով պայմանավորված մենք որոշեցինք կոչ անել մեր հայրենակիցներին, փորձել օժանդակել եւ կանգնել արցախցիների կողքին։ Ինչպես իմ խոսքում նշել էի, կոչով եւ խնդրանքով դիմել էի Հանրապետության նախկին նախագահներին, պարոն Ծառուկյանին, Սամվել Կարապետյանին, արձագանքները շուշացան եւ ես ուզում եմ ձեզ ներկայացնել նվիրատուների մասին։ Վերջին օրերին երևի թե սոցիալական կայքերով եւ մամուլով տեղեկացավ, որ Սամվել Կարապետյանը արձագանքել է բենզինի պայթի պայթյունից զոհված մեր հայրենակիցների 238 ընտանիքների եւ եւս սեպտեմբերի 19 եւ 20-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով զոհված քաղաքացիական մեր 22 հայրենակիցների մասով ընդհանուր թվով 260 անդամների մասին է խոսքը, ուրեմն Կարապետյանները 50,000 դրամ աջակցություն են ցուցաբերել յուրաքանչյուրին, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում Սամվել Կարապետյանին եւ իր թիմին, ինչպես նաեւ Արցախի ազատամարտիկների միությունը, հասարակական կազմակերպությունը 5 միլիոն դրամ է հատկացրել, Գագիկ Ծառուկյանը եւս գումար է հատկացրել 3 միլիոն դրամ, Լևոն Քոչարյանը 2 միլիոն դրամ է փոխանցել, ընդ որում ունենք պայմանավորվածություն բարբերաբար ցանկություն է հայտնել աջակցել այս ծրագրին, Արցախ բանկը 1 միլիոն 600,000 դրամ, Արջինին բանկը 3 ուսանողների ուսման վարձն է վճարել 1 միլիոն 330,000 դրամ, Սիրուշոն եւս արձագանքել է մեր կոչին 1 միլիոն դրամ է փոխանցել, մեր հայրենակիցներից ծնունդով մեր գյուղից Իսկանդարյան Իսկանդարը, ով ապրում է Ռուսաստանում, 474,000 դրամ է փոխանցել եւ ունենք հայրենակիցներ Արցախցի, ով ցանկացավ իր անունը հրապարակային ներկայացնել, այստեղ այս նույն գրասենյակում հանդիպել է արցախցի ընտանիքների հետ, 20 ընտանիքի յուրաքանչյուրին $500 է փոխանցել, իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում եւ եւս մեկ անանուն քաղաքացի պայթյունից զոհվածների երեխաների ուսման վճարներն է փոխանցել թվերի տեսքով $2,200։ Ընդհանուր պատկերը այս է եւ մենք փորձել ենք ամենակարևորի մասին կուզեմ նշել հանդիպումների ժամանակ ես նշել եմ, որ ճիշտ կլինի, որ իրենց խողովակներով փոխանցեն մեր հայրենակիցներին, այսինքն միասին մոնիտորինգ անենք, ներկայացնենք սոցիալական խմբերը, ինչպիսի խմբեր կան, ինչպես գիտեք, ամենից խոցելի խումբը երևի թե կարելի է ասել պայթյունի զոհվածների ընտանիքներն են, ովքեր կարգավիճակ չունեն, մինչ օրս Հայաստանի կառավարությունը մատների արանքով է նայում եւ առիթ ունեցել ենք հանդիպումներ ունենալու, դա այն ժամանակ էր, երբ որ ես դեռ պետնախարար չէի եւ խոստացան այս հարցին լուծում տալ, ընդ որում այդ հարցը մնաց այսպիսի բաց թողված վիճակում։ Մենք բացի այն 260 ընտանիքները, որոնց որ Սամվել Կարապետյանն 50,000 դրամ աջակցություն տրամադրել, մենք եւս 120 ընտանիքների տարբեր դրամական միջոցներ ենք հատկացրել, հիմնականում դրանք սոցիալական, բժշկական ոլորտներում են եղել, ունեցել են քաղաքացիներ, ովքեր կարգավիճակ չունեն,
բայց հայտնվել են ծանր իրավիճակում, հիվանդանոցում դեղորայքի և քիմիայի հետ կապված պետք է ընդունեին և նման իրավիճակներում եք նրանց ձեռք եք մեկնել։ Ասեմ, որ բարեգործական հիմնադրամը առաջիկայում ևս շարունակելու է իր աշխատանքը։ Մենք բոլորս հասկանում ենք, որ այսպիսի ֆորմատով, այսպիսի հիմնադրամով չեն կարող արցախցիների ամբողջ հարցերը լուծել, բայց ես նպատակահարմար եմ գտել փորձել գոնե ինչ-որ չափով մեղմացնել մեր հայրենակիցների սոցիալական վիճակը։ Մենք բոլորս գիտենք, որ